Եթե դուք արաբական հոտելի սիրահար եք, այս մի իմ օծանելիքը շատ մատչելի է, շատ։ Նաև չկա մի մարդ, երբ ես ցանում եմ, ինձանից չհարցնի, թե ինչ հոտ է սա։ Ճիշտ ասած, անվանումը չգիտեմ ինչքանով կկարողանամ ճիշտ արտաբերել, որովհետև շատ անծանոթ է, բայց ասեմ, որ ես իրան 1 տարի է հաստատ օգտագործում եմ։ Ինքը ձմռան է ավելի շատ համապատասխան։ Իդեպ, եթե չեմ սխալվում, Եվս մեկ անգամ, երբ ես ձեզ ցույց էի տալիս իմ օծանելիքները, այս օծանելիքի մասին խոսել եմ։ Ինքը շատ прям վաստոչնի վաստոկ։ Այսպես կարող եմ նկարագրել, շատ ուլտրա արաբական հոտ է։ Եթե դուք սիրահար եք, միանշանակ կարող եք իրեն գնել, փորձել, ձեզ հաստատ դուր կգա։ Պահը հասունացա, որպեսզի ես ձեզ հետ կիսվեմ իմ ամենասիրելի օծանելիքով եւ իմ զգացմունքներն են նաև ուրիշ, երբ ես իրեն ցանում եմ, ինչի, որովհետև ինքը իմ հարսանիքի օծանելիքն է, ինքը իմ սրտի օծանելիքն է, ես կարող եմ ասել, ոչ թե միայն իր հրաշալի բույժն է ինձ գրավել, այլ նաև այն հիշողությունները, որոնք ես ունեմ այս օծանելիքի հետ կապված, եւ դա Tiziano'i Velorum օծանելիքն է։ Ես խենթանում եմ ուղղակի իր համար, յուրաքանչյուր աղջիկ, ով իրենից ունի, ես վստահ եմ, որ դուք հիմա կիսում եք իմ զգացմունքները, վանիլայի, մանդարինի, սպիտակ շոկոլադի, վարդի ակորդներ, ամեն դեպքում ես տենց եմ զգում, ունի շլեյվ, եւ երբ դուք ցանում եք, ինքը բավականին երկար կմնա ձեր վրա։ Դա վստահեցնում եմ։ Եվ վերևում բնականաբար ես թողնում եմ նկարը, որպեսզի դուք կարողանաք վերցնել։